Մենակ այս գույների համար արժե բնությանը մոտ լինել, բնության մեջ լինել։ Խոսքով դրախտ։ Բարի օր, 3 ասացի, այսօր եղավ։ Իսկ ինչ եղավ, բաժանորդագրվեք իմ ալիքին, սպասեք արկածների։ Ու ես հիմա կպատմեմ, թե ինչ եղավ։ Ինչպես 3 ասացի, ահա, սարերի վրա արդեն ձյան երկրորդ ծածկույթն է այս տարի։ Ինչպես Թումանյանն էր ասում, մի հին զրույցում, այսպես չի մնա, այսինքն ջերմաստիճանը կբարձրանա, հետո կիջնի, հետո էլի կբարձրանա։ Հիմա ես ձեզ մի դեղաբույս ցույց կտամ, որը թփերի վրա է աճում ու շատ է հանդիպում Լոռիում։ Ահա, խոսքը կծոխուրի կամ բարբարիսի մասին է։ Վստահ եմ, շատերն են ճանաչում այս պտուղը, որը հայտնի է իր թթվար, տտիպ համով, հրաշալի կոմպոտներ են լինում, հյութ, խմորեղենի մեջ է օգտագործվում և երևի թե շատերդ նաև կերած կլինեք կծոխուրի կամ բարբարիսի կոնֆետ, փշոտ թուփ է, արդեն լավ երևի թե հետաքրքիր թթվաշհամ ունի։ Սա էլ շատերի ծանոթ եղերդակն է, ճարճատուկը կամ ինչպես ասում են սարի մեխակը, որը ևս հրաշալի դեղաբույս է։ Իդեպ իմ հրաշալի հաղորդումները բացի YouTube-ից Telegram-ում են, կարճոլովակները Instagram-ում են, նաև Ռուսաստանում իմ ալիքը փնտրող ու YouTube-ի հետ խնդիրներ ունեցող իմ հեռուստադիտողին հիշեցնում, որ հաղորդումներս կան նաև YouTube-ում, գրեք Վոլոդի Հովսեփյան, փնտրեք կգտնեք։